Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Այսինքն նոր բան էստեղ ասեմ, կարիք չկա։ Ով է ասել, որ տարածքային պահանջ կա կողքի երկրներից, որ հայտարարությունը կոնկրետ դուք Բայց եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Բայց ով է ասում, որ պետք է շարունակվի ընդդիմությունից դա է հարցը։ Գրեթե բոլորը։ Չէ, Հարց ուղղեք, ներողություն։ Դա քաղաքական գնահատական չի։ Այդ քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Չէ, նկատուն են վարչապետի պնդումը պատերազմի մասին քաղաքական գնահատականներ են, ոչ մի ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը վերելու է պատերազմ, նոր բան չեմ ասում։ Տեսեք, այս օրերին ընտրություններին չնայած դեռ որոշակի ժամանակահատված կա, բայց քաղաքական ուժերը, որոնք հիմնականում մասնակցելու են ընտրություններին, ներկայացնում են իրենց անվտանգային մոդելը, պատկերացումները, այդ զինված ուժերի բանակի վերաբերյալ վերջերս ներկայացրեց նաև այդպիսին Սամվել Կարապետյանը, նրա ձևավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում են մեծ թվով դրոնների ձեռքբերման մասին, ընդհանրապես ինչպես կարձականքեք։ Դե դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ որ բան է հայտարարել։ Ես հիմա պիտի հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ, երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարիշ չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կախաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան հիշ իրեն չեմ ասի։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը տանեմ։ Հարցն է, որ այդ բարձաբանումը չի տրվել նաև։ Նարեկ Կարապետյանը էստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարեկան։ Ներողություն, պարոն նախարար, դուք տեղեկություն ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Այ պարզապ ոչ մի ծրագրից չեն օգտվել։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում, քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխան։ Պապիկյան, դուք այս շրջանում արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առնելով Իրանի պատերազմի ռիսկերը գնահատել է մեր անվտանգային իրավիճակը, ինչպիսին է պաշտպանությունը, ինչ վիճակում է կամ ինչ ռիսկեր կան, եւ շատ տարօրինակ է, որ այդ պատերազմի օրերին դուք քարոզչություն եք անում պաշտպանության նախարարը, երբ որ մեր անմիջապես հարևանությամբ սահմանին տեղի է ունենում պատերազմ, քարոզչություն է անում։ Համապատասխան գործառույթները չի անում։ Իսկ ո՞րն է համապատասխան գործառույթները։ Համապատասխան գործառույթներ, որ հաշվարկեք ռիսկերը, պաշտպանությունը մեր ինչպիսին է։ Իսկ վստահ եք, որ դա չի հաշվարկվում։ Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ, անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարություն։ Հա, պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Այսինքն դուք երբ որ գնում եք, ինչ մեսեջ է, տեսեք, պարոն Պապիկյան, դա շատ ուշագրավ մեսեջ է մեր Մեսեջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։
Պարոն Պապիկյան, 2021 թվականից հետո հիշեցում, որ ընդամենը 2 օր առաջ Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Պարոն նախարար 2021 Ես ձեր հարցին պատասխանել եմ։ Քանի որ հավելուկ եղավ դուք որ նախարարի պարոն Պապիկյան Իրան ինչ օրակարգով եք եւ արդյոք քննարկվել է Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Դուք արդեն տվել եք հարց մեր պայմանավորվածությունը խնդրում եմ պահպանել, հաջորդի խնդրեմ։ Ես հարց չեմ Պարոն Պապիկյան, ես ցանկանայի վերջերս վարչապետը Սյունիքում կարծեմ հայտարարեց, որ զենքերը ցուցադրվելու են, մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա, որոշակի ժամկետներ ցուցադրման երբ է նախատեսվում։ Եթե ասել է, ուրեմն ցուցադրվելու են։ Պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի։ Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը, թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել։ Ադրբեջանը ասում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Պարոն նախարար 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի Բայց ես Նարեկի հարցին էի պատասխանում։ կառուցել է։ Ոչ չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը առհասարակ իր տարածքում կառուցել է, մենք էլ ենք կառուցում։ որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած անձնավորությունը պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել։ Ես դա հերքել եմ, համեցեք։ Դուք հերքում եք Պարոն նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության Նարեկ ջան, դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով։ Ոչ։ Ես մենք այդ պարոն հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ Բայց դրա համեմատությունը ինչ կապ ունի իրականության հետ, հարգելիս։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի անում։ Ես խնդրում եմ սա ընդունել ի գիտություն։ այլ հատվածներ Այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշում ունեցող լրագրողներին։ Դա ձեզ չի վերաբերում։ Ուրիշ հատվածներում եւս տարածքներ Ուրիշ հարց։ ադրբեջանական դիրքեր։ Կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիային իրականացնում, նրանք պահանջում են, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն նախարար, ինչու՞ չեք ասում Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում կան ադրբեջանական տեղեկություններ կան, որ Սյունիքի, Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման տեղեկություններ։ Ավելի ով է դա ձեզ տասը։ Գրել են Որ դրոշն է հեռացվել։ Հայաստանի Հանրապետության դրոշ։ Որտեղ է դրոշ եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշ Դիրքերում եղել են դրոշ, ասում են, որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում, ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։ Միանշանակ չի եղել։ Հայաստանի Հանրապետության Ես շնորհակալ եմ։ Սոցիալական բնույթի հարց ունեմ զինծառայողների հետ կապված։ Ես հրապարակում եմ այնպիսի տեսանյութեր,
որոնք ստուգված են համապատասխան ծառայությունների կողմից։ Պարոն նախարար, Ոչ։ պարոն նախարար, 90-ականներին զոհված ընկերությունները հասնում են իրենք հետագրման ցուցակում են, արդյոք բնակարան կստանան, թե չէ, ինչ ունեք իրենց ասելու։ Չէ, տենց ես հետ կմնամ Արամ ջան։ Բայց Հայաստանի Հանրապետության նախկին զինծառայողներ, սպաներ, ծառայության բերումով առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ, զոհված զինծառայողների ծնողներ, ովքեր հաշվառված են, խոսքը վերաբերում է մինչ օրս հաշվառվածներին եւ մինչեւ 2019 թվականը հաշվառված զինվորականներին։ Առաջիկայում կառավարությունը կունենա համապատասխան որոշում, որով մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու ենք 2000-ականների բոլոր պարտքերը։